Էդգար Բաղդասարյան, էքստրասենս, մեդիում, ծիսական մոգության վարպետ, ուկրաինական բիտվա էքստրասենսը միջազգային նախագծերի մասնակից, ծննդով գյումրեցի Էդգարը համարվում է հոգևորական տոհմի ներկայացուցիչ, նրա նախապապը եղել է Գյումրու Սուրբ Յոթվերկ եկեղեցու ավագ քահանա Ամբակում Տեր Գևորգյանը, հենց նրանց տանն է հանգրվանել և հոգևոր կրթություն ստացել հայ հայտնի բանաստեղծ գրող Հովհաննես Շիրազը, ի ծնե ունենալով պայծառատեսության շնորհը, այն ծառայեցրել է իշահ քաղաքացիների, ովքեր ունեցել են դրա կարիքը, աշխատանքային իր գործունեության մեջ հենց Աստվածաշնչից վերցված հատվածներն է օգտագործում պայծառատեսը, բացառիկ այդ շնորհի օգնությամբ հազարավոր մարդիկ գտել են իրենց ուղին այս կյանքում, շատերը հասել հաջողության մեծ մասը իր կյանքի ուղեկցին, մոգությամբ զբաղվելուն զուգահեռ Էդգարը 20 տարուց ավելի աշխատել է հայկական մի շարք հեռուստաընկերություններում, եղել է Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվական բաժնի մեկնաբան և քաղաքական վերլուծաբան, 2021 թվականին Արի հեղինակավոր էքստրասենսորիկայի կենտրոնի հիմնադրի կողմից առաջարկ է ստացել տեղափոխվել Ուկրաինա որպես փորձագետ, Էդգար Բաղդասարյանը աստվածատուր շնորհի օգնությամբ տասնյակ հազարավոր մարդկանց օգնություն ցուցաբերելու, էզոթերիկայի ոլորտում տեսանելի ցուցանիշների բարձր վարկանիշ գրանցելու համար տարիների ներդրած ավանդի համար պարգևատրվում է Unique Award հատուկ մրցանակով։ Բարի երեկո, շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, ուզում եմ նախ ողջունել բոլոր քուրերին, շնորհակալություն հայտնել, այո, ծափարությունները կարող են ավելի ուրույն լինել, եթե թույլ կտաք մի փոքր երկար խոսեմ, ուզում եմ նախ ողջունել բոլոր ներկաներին, որովհետև այստեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են և ինչպես տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ, այնպես էլ տարբեր տարիների և տարբեր մեծության վաստակ ունեցող մարդիկ, որոնց առաջ ես ուզում եմ խոնարհվել և շնորհակալություն հայտնել բոլորիդ սիրելի ներկաներ ու շնորհակալություն, որ դուք կաք, կերտում եք մեր նորօրյա իրականությունը։